ԿՊԱ-ականները շարունակում են նույնքան համառորեն պնդել, թե սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Փաշինյանը քարոզարշավին է ասպարեզ նետել, եթե ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու թեզը, որ աբսուրդ են որակել ընդդիմադիրները։ Շանտաժ Փաշինյանից կամ ես կլինեմ, կամ պատերազմ կլինի մարտավարության համատեքստում։ Հիմա ՔՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Եվ այդ ինչ են անում։ Հարցնում են լրագրողների հետ այս անգամ առանց կամահրանքի, փոքրինչ հանգիստ շփվող Սրփուհի Գալյանին։ Ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք։ Սահմանադրությունը փոխելու համար քաղաքացիական պայմանագիրը հանրային պահանջի մեծությունը չափում ու չի չափում, նկատում են լրագրողները։ Հրապարակվի սահմանադրության տեքստը մինչև ընտրություն։ Հենց Սրփուհի Գալյանն է ամիսներ առաջ ասել, թե նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ։ Ընտրությունները եկան, անցան, տեքստը հրապարակված չէ։ Մարդիկ չունեն անգամ մեկ պարզ հարցի պատասխան։ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագրին հղումը սահմանադրության իշխանական տարբերակից հանված է, թե ոչ, դա Ադրբեջանի պահանջն է։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք։ Արդարադատության նախարարն ասում է, սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցերը վերջին անգամ հունիսի 9-ին են քննարկել։ Դարձյալ որոշ գործընկերների կարծիքներին են սպասում։ 1-2 շաբաթում այդ կարծիքները հազիվ հավաքեն, ամբողջացնեն։ Խնդիր չունենք process-ը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Իսկ կա մի ընթացակարգ, որով հնարավոր է սահմանադրության նոր տեքստը առանց խորհրդարանի հանրաքվեի դնել։ Ի վերջո Փաշինյանը չի ստացել խորհրդարանի մանդատների 2/3-ը, որը անհրաժեշտ է սահմանադրությունը փոխելու, այսպես ասած, իրավունք ունենալու համար։ Իրականում 2/3-ի պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Հանրաքվեի դեպքում էլ 2/3-ը պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը։ ՔՊ-ն հիմա իր անելիքը համարում է նոր սահմանադրության հարցում քաղաքացիների հետ գերխոսություն սկսելը։ Ու մի թաքուն հույս է ծիկրակում Գալյանի խոսքում, որ խորհրդարան անցած ընդդիմադիրներն էլ, եթե իհարկե մանդատները վերցնեն, միանգամից չեն վանի նոր սահմանադրություն ունենալու այսօրվա իշխանության նախաձեռնությունը։ Կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։ Արփիս Քեսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։